Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Հայաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են TRIP համաձայնագրի ստորագրման գործընթացը, ինչ հնարավորություններ է խոստանում TRIP-ը Հայաստանին։ Հանքանյութերը դարձել են նոր դարի ռազմավարական ռեսուրսը, որտեղ են հատվում Հայաստանի և Ադրբեջանի շահերը։ Իրավապահները գործողություններ են իրականացնում մի շարք հասցեներում, ինչ քրեական գործի շրջանակում են խուզարկությունները։ Փաստաբանները քննադատում են իրավապահ մարմինների գործողությունները, ինչ հարցեր են նրանք բարձրացնում։ ԱՄՆ-ի միջնորդությամբ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել, կհաջողվի նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում։ Հայաստանն ու Միացյալ Նահանգները պաշտոնապես ավարտել են TRIP նախագծի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Արարատ Միրզոյանի խոսքով փաստաթուղթն արդեն ստորագրել են երկու երկրները եւ այն պատրաստ է վավերացման։ Կառավարությունում համոզված են, որ ծրագիրը կարող է նոր տնտեսական հնարավորություններ բացել Հայաստանի համար։ Հիմա ահա պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ եւ ուղարկել է, առաքվել է փաստաթուղթը Հայաստան եւ այժմ արդեն ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի, սրանով հերավար ստորագրման գործընթացը ավարտված է եւ համաձայնագիրը պատրաստ է վավերացման։ TRIP ծրագրի կարևորության մասին խոսել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում ունեցած ելույթի ժամանակ Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավարտել են հակամարտությունը եւ այժմ հնարավորություն ունեն նոր տնտեսական ծրագրեր իրականացնելու։ Ռուբիոյի խոսքով TRIP երթուղին կարող է խթանել տնտեսական զարգացումն ու գործակցությունը, միաժամանակ հարգելով Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությունը։ TRIP ծրագրի շուրջ գործակցությունը միայն քաղաքական հայտարարություններով չի սահմանափակվում։ ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հաստատել է TRIP-ի զարգացման ընկերության ստեղծումը։ Հայ-ամերիկյան համատեղ այս կառույցը զբաղվելու է ենթակառուցվածքային նախագծերով, ճանապարհների, երթուղիների, խողովակաշարերի եւ կապի ցանցերի զարգացման ուղղությամբ։ Սակայն ԱՄՆ-ի հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ միայն ենթակառուցվածքներով չի սահմանափակվում։ Վաշինգտոնը վերջին շաբաթներին առանձին համաձայնագրեր է ստորագրել թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ կարևորագույն եւ հազվագյուտ հանքանյութերի ոլորտում։ Ինչու են հազվագյուտ մետաղները դարձել համաշխարհային մրցակցության առանցքային ռեսուրս եւ ինչ տեղ ունի Հայաստանը այդ մեծ խաղում, ռեպորտաժում։ Նախ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը եկավ Հայաստան եւ օգտակար հանածոների հազվագյուտ հանքանյութերի ոլորտում փոխհմբռնման հուշագիր ստորագրվեց, հետո էլ Բաքուն ու Վաշինգտոնը շուրջ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր ստորագրեցին, որոնց մեջ կարևորագույն տեղ էր զբաղեցնում կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների արդյունահանման եւ մշակման ոլորտում մատակարարման ապահովման մասին շրջանակային փաստաթուղթը, որտեղ են հատվում այս երկու համաձայնագրերը։ Ըստ փորձագետների Հայաստանն ու Ադրբեջանը իրարից բավականին տարբերվում են հանքահումքային ռեսուրսների ծավալներով եւ լոգիստիկ նրբություններով։ Ամերիկյան կողմը մեծ ուշադրություն դարձնում էներգակիրների վրա, գոնե վերջին 30-40 տարվա ընթացքում, եւ այս իմաստով Ադրբեջանն ունի ավելի շահեկան դիրք, որովհետև բացի Ադրբեջանի էներգակիրների հնարավորություններից, ռեսուրսներից, դրանց ծավալներից, կան նաև այստեղ ղազախական, թուրքմենական, ուզբեկական թեման։ Վաշինգտոնի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ հաճախ ներկայացվում է որպես ժողովրդավարություն կամ տնտեսական համագործակցություն, սակայն վերջին համաձայնագրերը ցույց են տալիս, որ առաջնային հետաքրքրությունը շատ ավելի պրագմատիկ է։ Հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաև TRIP նախագիծը։ Թեև փաստաթղթերում ընդգծվում է Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, համաձայնագրի մի շարք դրույթներ հարցեր են առաջացնում։ Ստեղծվող ընկերությունում ամերիկյան կողմը ստանում է 74% բաժնեմաս, Հայաստանը 26%։ Բացի այդ, նախագծի շրջանակում նախատեսվում են երկարաժամկետ բացառիկ իրավունքներ ենթակառուցվածքային գոտիների նկատմամբ։
Ընդ որում Երևանը պարտավորվում է տրամադրել հարկային արտոնություններ, օրենսդրական բացառություններ եւ արագացված ընթացակարգեր։ Սա ավելի շատ նման է ուղղակի, որ Հայաստանը տարածք է տրամադրում Միացյալ Նահանգներին բիզնես անելու համար, դրանից չստանալու մեծ հաշվով ոչինչ։ Եվ հստակել չէր, թե 26% ինչպես է փոխանցվելու Հայաստանին եւ ինչ տեսքով է փոխանցվելու Հայաստանին։ Դրա համար այդ առումով այդ պայմանագիրը առանձնահատուկ էր եւ ես չեմ հիշում, որ վերջին շրջանում մենք այլ պետության հետ նման պայմանագիր ստորագրած լինենք։ Բացի էներգակիր հնարավորություններից Ադրբեջանի դեպքում կան ղազախական, թուրքմենական, ուզբեկական գործոնները, եւ այս իմաստով Ադրբեջանը յուրահատուկ կապող օղակ է։ Հայաստանը նման խաբ լինելու, նման այսպես տեղաբաշխող, հավաքող, ակումուլացնող, ուղարկող այսևի կազմակերպություն կառուցվածք չունի եւ չէ ունենալու։ Այդ առաջին հարցը եւ ամերիկյան կողմի որոշակի ձևավորված քաղաքական առաջնահերթությունները իօգուտ Ադրբեջանը պայմանավորված հիմնականում դրանով։ Սակայն հազվագյուտ մետաղները, որոնք անհրաժեշտ են արհեստական բանականության, միկրոչիպերի եւ ռազմական տեխնոլոգիաների համար, դարձել են ռազմավարական նշանակության ռեսուրս։ Միացյալ Նահանգները փորձում է նվազեցնել կախվածությունը Չինաստանից եւ նոր մատակարարման աղբյուրներ գտնել։ Ամերիկյան կողմը փորձում է յուրահատուկ կերպով նախորդ չինական կողմին կանգնեցնել խնդիրը, որ չինական հետագա ընդհանուր էքսպանսիան այդ հանքաքարերը ձեռք բերելու, դրանց հանքավայրերը հետախուզելու, արտոնելու, որոշակի ամերիկյան կողմը փորձում է ինչ-որ ֆիլտր դնել, պատնեշ ստեղծել։ Սակայն Վաշինգտոնի ակտիվությունը միայն հանքանյութերով բացատրելը դժվար է։ Եթե խնդիրը միայն ռեսուրսներն են, ապա Ադրբեջանը շատ ավելի մեծ տնտեսական արժեք ունի Միացյալ Նահանգների համար։ Պատահական չէ, որ Բաքվի հետ կնքվում են միլիարդավոր դոլարների համաձայնագրեր էներգետիկայից մինչև թվային ենթակառուցվածքներ եւ արհեստական բանականություն։ Հենց այստեղ է հիմնական տարբերությունը։ Ադրբեջանը Վաշինգտոնին հետաքրքրում է որպես արդեն գործող էներգետիկ կենտրոն, իսկ Հայաստանը որպես ապագա ենթակառուցվածքային եւ աշխարհաքաղաքական նախագիծ։ Բացաթղթի հետ կապված Միացյալ Նահանգները չունի ոչ մի պարտավորություն եւ այդտեղ նշված էր, որ կողմերը իրավական ոչ մի պարտավորություն չունեն։ Դրա հետ կապված ուղղակի փոխադարձ փոխադրման ավելի շատ հուշագիր է պայմանագիր իրեն որոշ բոլոր ատրիբուտներով, բայց ինձ համար հատկանշական էր 74-26 հարաբերակցությունը սովորաբար գոնե 50-50 է լինում, երբ պետությունը իր տարածքում որևէ այսպես ինտեգրացիոն գործընթաց է սկսում կամ որևէ ներդրումային ծրագիր է բերում։ Ռիսկերը նույնպես ակնհայտ են։ Արտաքին կախվածության խորացում, գերտերությունների մրցակցության մեջ ներգրավում եւ հարաբերությունների բարդացում տարածաշրջանային այլ դերակատարների հետ։ Ցանկացած ճանապարհ, որով 74%-ով վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից, երբեք Չինաստանը չի օգտագործի իր ապրանքների արտահանման համար։ Սա մեկ է, եկեք սա այս հասկանանք, որտեղ ընդհանրապես եթե դուք վերցնեք Չինաստանի քաղաքականությունը մեկ գոտի, մեկ ճանապարհ, ապա դրա ամբողջ գաղափարն անում, որպեսզի հնարավորինս իրենց կախվածությունը ծովային ուղիներից, որոնք վերահսկվում են բրիտանացիների ու ամերիկացիների կողմից, քչացնեն։ Արդյունքում, եթե Ադրբեջանը Վաշինգտոնի համար այսօր ավելի շահավետ է տնտեսական տեսանկյունից, ապա Հայաստանը կարող է ավելի արժեքավոր լինել աշխարհաքաղաքական հաշվարկներում։ Եվ այս համատեքստում խոսքը միայն հանքանյութերի կամ ճանապարհների մասին չէ, այլ Հարավային Կովկասում ազդեցության նոր բաշխման։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հայ-ամերիկյան գործակցությանը արձագանքել են նաև Մոսկվայից։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է ցանկացած պահի հրաժարվել Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից, եթե փոխվեն իր շահերն ու առաջնահերթությունները։ Երբ Վաշինգտոնը կորցնի ախորժակը կամ այնտեղ փոխվեն առաջնահերթությունները, նրանք այդ ամենը կդադարեցնեն իրենց համար բացարձակ անցավ եղանակով։ Ռուսաստանը այս օրերին անդրադառնում է նաև Հայաստանի արտաքին տնտեսական ընտրությանը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կարծիքով Երևանը պետք է հստակ որոշի՝ շարունակում է զարգանալ Եվրասիական տնտեսական միության շրջանակում, թե ընտրում է եվրոպական ուղղությունը։ Նա նաև արձագանքել է հայկական գյուղմթերքի ներմուծման շուրջ առաջացած խնդիրներին, պնդելով, որ ռուսական կողմը սահմանափակումներ չի կիրառում, այլ իրականացնում է սովորական վերահսկողական գործընթաց։
Մենք որևէ սահմանափակում չենք դնում հայկական ներմուծման վրա։ Ընթանում է սովորական նորմալ աշխատանք կապված այն բանի հետ, որ նոր բերքը ժամանել է, նոր ապրանքներ են գալիս եւ բնականաբար ինչ-որ բան է ի հայտ գալիս առաջ շարժվելիս։ Մենք պետք է պաշտպանենք մեր սպառողներին Ռուսաստանում։ Նոր բերքը հասել է եւ մենք պետք է ստուգենք, թե ինչ է մեզ ուղարկվում։ Կան արդյոք որևէ վնասատուներ կամ հիվանդություններ, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել եւ սպառողների եւ մեր արտադրության համար։ Ակնհայտ է, որ նրանք ինչ-որ բան են հայտնաբերել։ Սակայն գյուղատնտեսության ոլորտի մասնագետները հիշեցնում են, Հայաստանի արտահանման զգալի մասը շարունակում է կախված մնալ ռուսական շուկայից։ Այդ պատճառով ցանկացած սահմանափակում կամ լարվածություն առաջին հերթին զգում են գյուղացիներն ու արտադրողները։ Որքան կարևոր է ռուսական շուկան հայկական գյուղատնտեսության համար, հնարավոր է ռուսական շուկան արագ փոխարինել եվրոպական կամ այլ շուկաներով, հարցերի պատասխանները ռեպորտաժում։ Տարիներ շարունակ հայկական ծիրանի, դեղցի, խաղողի ու հայկական մի շարք այլ ապրանքների հիմնական ուղղությունը մեկն էր՝ դեպի ռուսական շուկա։ Սակայն այս տարի այդ ճանապարհին արգելապատնեշ է հայտնվել։ Ռուսաստանի սահմանափակումներից հետո Հայաստանի կառավարությունը վստահեցնում է՝ խուճապի պատճառ չկա, նոր շուկաներ կգտնվեն, իսկ եթե մթերքը չարտահանվի, պետությունը կհատուցի վնասը։ Այստեղ մի քանի հարց է առաջանում։ Եթե Ռուսաստանի դուռը փակվում է, որ դուռն է բացվում դրա փոխարեն, եւ եթե գյուղացու բերքը մնա այգում կամ պահեստում, այդ վնասի դիմաց խոստացված գումարը ում գրպանից է դուրս գալու։ Բյուջեում նույնիսկ եթե փող կա այս պահին որոշակի պաուստային ֆոնդ, հաստատ չի բավականացնելու ամբողջ գյուղ ոլորտի սուբսիդավորման համար, հնարավոր չի ջերմոցը սուբսիդավորել, բացկրուտը, բոլորն էլ տուժվում են, ամեն մեկը իր չափով։ Տարիներ շարունակ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի հիմնական գնորդն է եղել։ Ոչ միայն այն պատճառով, որ շուկան մեծ է, իսկ հայկական արտադրողների համար գործում էին արտոնյալ պայմաններ, այլ նաև արտահանողներն արդեն ձևավորված կապեր, գործընկերներ եւ վաճառքի ուղիներ ունեն։ Այժմ կառավարությունն առաջարկում է նոր ուղղություններ որոնել, խոսելով եվրոպական եւ այլ շուկաների մասին։ Իսկ Ուկրաինան էլ արտոնություն տվեցին Եվրոմիությունը, որ գրեթե առանց փաստաթղթավորման որակի մասին է Ուկրաինայի գյուղմթերքը ազատ իրացվի Եվրոմիության շուկաներում, դա շատ կարճ տևեց, հերթական քաղաքական խաբկանքներ, որտեղ նույնը Եվրոմիության ֆերմերները իրենք դուրս եկան բողոքի, որ իրենց ապրանքները չի իրացվում, մրցակցությունը դադարել է եւ նմանատիպ խնդիրներ։ Սակայն տնտեսության մեջ շուկաները քաղաքական հայտարարություններով չեն փոխվում։ Եթե ռուսական շուկան տարիներով է ձևավորվել, ապա եվրոպական շուկա մտնելը պահանջում է նոր սերտիֆիկատներ, նոր գործընկերներ, նոր լոգիստիկա եւ նույնիսկ ավելի խիստ որակական չափանիշներ։ Այլ կերպ ասած, Ռուսաստանի փոխարեն Եվրոպա արտահանելն այնքան էլ նման չէ, պարզապես քարտեզի վրա մեկ ուղղությունը մյուսով փոխարինելուն։ Ես նաև հենց կառաջարկեի, որ այս իրավիճակը օգտագործելով խնդրել Եվրոպական միությանը քվոտաներ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը, որոշ ապրանքների գծով, օրինակ ամենահեշտը դա ծաղիկներն են, ինչու որովհետև ծաղիկները հոլանդական սերմերով բերված աճեցված ծաղիկներ են, դրանք տեխնոլոգիապես նույնն են, եւ եթե ֆիտոսանիտարական հիվանդությունների տեսանկյունից խնդիր չկա, ապա ծաղիկները կարող են արտահանել դեպի Եվրոպական միություն որոշակի քվոտաների շրջանակներում։ Կառավարությունը հայտարարել է, թե արդեն մի խմբականակ հայկական արտադրանք ուղևորվել է ԵՄ երկրներից մեկն առանց հստակեցնելու, թե որ երկիր ու ինչ խմբականակ։ Իսկ մինչ կառավարությունը նոր գնորդներ է փնտրում, գյուղացիներին առավել շատ հետաքրքրում է մեկ այլ խոստում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե օրինակ պղպեղը չարտահանվի եւ փչանա, կառավարությունը կվճարի դրա դիմաց։ Խոստումը հնչում է համոզիչ, բայց այստեղ էլ հարցեր կան։ Որքան մթերքի մասին է խոսքը, քանի տնտեսվարող է օգտվելու այդ ծրագրից եւ ամենակարևորը, որտեղից է այդ փողը գալու։ Բոլորը խնդիր կունենան վաղը մյուս օր կարտոֆիլի արտահանման, մյուսը խաղողի, որ ուզում եք դեղցի, կերասի, որ մեկին սուբսիդա։ Կարևորը արտահայտությունն են արել, ձգեն հասնեն հունիսի 7, հեշտական անգամ մարդկանց գցեն մոլորության, խաբկանքի մեջ, որոշեն մարդիկ, որոնք որ ծանոթ հետևանել ներողություն այդ կանել չգիտեն, հետո հետևանքները ինչա լինելու, հունիսի 7-ին խոստացել են,
հոչի երթվեցին։ Հայկական ապրանքի ԵՄՇԿ մուտքի մասին խոսակցությունների հետ հավասար առաջանում են մի շարք անպատասխան հարցեր։ ԵՄՇԿ-ն հայկական ապրանքի պահանջարկ ունի, իսկ հայ արտահանողը կկարողանա ապահովել եվրոպական չափանիշներ կամ ինչպես են լուծվելու լոգիստիկ խնդիրները։ Եվ եթե հայկական ապրանքները այդ ստանդարտներին բավարարեն, ես կարծում եմ, որ դեռ բավականաչափ չեն բավարարում, անկեղծ ասեմ, որպեսզի կարողանան դեպի Եվրոպա արտահանել։ Ընդ որում վերջերս խոսում էր նաև էկոնոմիկայի նախարարը, ասում էր, որ սուբսիդավորեն լոգիստիկ ծախսերը, տրանսպորտային ծախսերը, որպեսզի գոնե մի 4 անգամ դեպի Եվրոպա ծավալները աճի։ Ու այստեղ եթե ստանդարտները բավարարում են պետությունը կօգնի, դա իհարկե լավ քայլ է, բայց այստեղ կա նաև այն խնդիրը, արդյոք եվրոպական շուկան 4 անգամ ավել կվերցնի։ Այսինքն ինքը ուզում է վերցնել, թե չի ցանկանում վերցնել, որտեղ եվրոպական շուկան բավականին պլանավորված շուկա է, ամեն տարվա սկզբին պլանավորվում է։ Մինչ նոր գնորդներ են որոնվում, գյուղացիներն արդեն հաշվում են օրերը, որովհետև գյուղատնտեսության մեջ ժամանակը նույնքան արժեքավոր է, որքան բերքը։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ մեր ձևով հասարակական կազմակերպության հետ առնչվող ավելի քան 50 հասցեներում խուզարկություններ են իրականացվում։ Քրեական վարույթը վերաբերում է անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափի փողերի լվացման հնարավոր դեպքերին։ Խուզարկությունների մասին տեղեկություններ են ստացվել նաև Գյումրիից։ Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանի փոխանցմամբ իրավապահները խուզարկել են Հոյդա Գյումրու գրասենյակն ու մի շարք կուսակցականների բնակարաններ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առգրավվել են համակարգիչներ եւ փաստաթղթեր։ Դուրս եկան Գյումրու գրասենյակից քննիչները, ինչպես տեսնում եք, առգրավվել են հավանական տեխնիկա, ուղիք։ Ընդդիմությունը շարունակում է քննադատել իշխանության գործողությունները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով ՔՊ-ն Հայաստանի քաղաքացիներին սպառնում է վարժական հավաքներով։ Պատգամավորը նշել է, որ սպառնում են այն քաղաքացիներին, որոնք այս օրերին ուզում են գալ Հայաստան տարբեր նպատակներով։ Նախ, այս իշխանությունը իր այդ ուղերձով փորձում է բոլոր մեր հայրենակիցներին վախեցնել, իրականում իրենց ուղեղով վախեցնել, թե չհամարձակվեք գալ Հայաստան, թե չկտանենք ձեզ 25-օրյա վարժական հավաքների։ Երկրորդը, այս իշխանությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ առհամարած ունի եւ մարտական ծառայությունը, առհամարած ունի եւ բանակին, եւ զինված ուժերին, ամեն ինչը ծառայեցնում է իր քաղաքական հաշիվներին, իր ընտրական հաշիվներին, ինչպես ամեն ինչ, մայիս 28-յան շքեր, մնացալ բոլոր հարցերում։ 25-օրյա վարժական հավաքները առաջին անգամ չէ, որ քաղաքական գործիք է դառնում այս իշխանությունների համար։ Կհիշեք դիմադրության շարժման օրերին 22 թվականին, երբ որ սկսեցին հայտարարել, որ բոլոր այն երիտասարդները, որը կանգնում են հրապարակներում, պետք է տանել վարժական հավաքների։ Դրանք միայն խոսքեր չէին, իրականում տասնյակներով մեր երիտասարդների այդ օրերին զորակոչեցին 25-օրյա վարժական հավաքների։ Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին զերպարտության և վիրավորանքի համար։ ABC Media-ին փաստաբան Արամ Օլբելյանը հայտնել է, որ հայցի հիմքում Փաշինյանի վերջին հրապարակային հայտարարություններն են։ Իրավապահ մարմինների գործողությունների շուրջ քննադատություններ են հնչում նաև մասնագիտական շրջանակներից։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ հատկապես վերջին ամիսներին հակակոռուպցիոն մարմինների գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն։ Նրա խոսքով ընդդիմադիր ուժերի գրասենյակներում իրականացվող խուզարկություններն ու ձերբակալությունները հանրության մոտ հարցեր են առաջացնում։ Այս մանիպուլյացիաները, որոնք կատարվում են ոչ իրավական նպատակներով, ոչ հանցագործությունների բացահայտման կանխման նպատակներով, արդեն իսկ իրենց ազդեցությունը ուղղակիորեն թողել են ընտրությունների արդյունքների վրա։ Եթե թեկուզ մեկ անձ հայտարարում է,
որ ինքը համակրել է այս ուժին, բայց այս հաղորդագրությունները լսելով իր կարծիքը փոխել է, սա արդեն ընտրական գործընթացի միջամտություն է։ Եվ այս կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույնպես անելիքներ ունի։ Մենք չենք սպասել վերջի օրով այս ամեն ինչը բարձրաձայնել։ Հենց նախընտրական քարոզչության սկզբից բոլոր հնարավոր դիտորդների հանդիպումները ուշադրություն են դարձրել, որ անհրաժեշտ է ձեր միջամտությունը քննչական մարմինների հանրային հաղորդակցության տիրույթում չեզոքությունը ապահովելու համար։ Սրա վերաբերյալ մենք գրություն ենք հասցեագրել նաև հակակոռուպցիոն կոմիտեին, գրություն ենք հասցեագրել կենտրոնական ընտրական հանձնաժողովին, շատ հստակ մատնանշելով, որ դուք անհրաժեշտություն չունեք կոնկրետ քննչական մարմինները հանցագործությունների մասին հաղորդումները տալուց հրապարակել անուններ եւ հրապարակել այլ բնույթի տեքստեր։ Դա դարձել է գործողություն։ Նույն թեմային անդրադարձել է նաև Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նրա գնահատմամբ նախընտրական գործընթացներում առկա են վարչական եւ տեղեկատվական ռեսուրսների չարաշահման դեպքեր։ Մինասյանը նաև խոսել է պետական կառավարման լծակների օգտագործման մասին։ Վարչական ռեսուրս ասելով, ուզում եմ հստակեցնել, մենք նկատի ունենք ոչ միայն ֆինանսական ռեսուրսները, որոնք հանրային բյուջեի, պետական բյուջե, համայնքային բյուջեների մստումն է եւ բացահայտ ընտրակաշառքի տեսք ունեցող աջակցություններն են, այլ նաեւ կառավարման լիազորությունների ակնհայտ չարաշահումներն են, ակնհայտ կադրային ակնհայտ չարաշահումներն են, տեղեկատվական ակնհայտ չարաշահումներն են, ուզում եմ հիշեցնել, որ երբ Նիկոլ Փաշինյանը ամբիոնից հրապարակային լինելով քարոզարշավի մեջ վկայակոչում է ազգային անվտանգության ծառայությանը եւ ասում է, որ վաղը ներկայացվելու է մեղադրանք թեկնածուներից մեկի պետական դավաճանության հատկանիշներով։ Սա ոչ միայն օրենքի խախտում է անձնական տվյալների մասին, այլ նաև առհասարակ պետական գաղտնիքի մասին, քրեական դատավարության մասին օրենսդրության, սահմանադրության խախտում է եւ եթե մենք ունենանք իհարկե իրավապահ համակարգ, գլխավոր դատախազ, որը քիչ թե շատ հավատարիմ լիներ սահմանադրությամբ եւ օրենքով իր վերապահված լիազորություններին, նա պետք է տեղի վրա հանրային քրեական հետապնդում հարուցեր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Մերձավոր Արևելքում հարաբերական կայունություն պահպանելու հերթական փորձն է արվում։ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Լիբանանն ու Իսրայելը հայտարարել են, որ պատրաստ են շարունակել հրադադարի պահպանումը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ կողմերը նաև պայմանավորվել են ստեղծել հատուկ վերահսկող գոտիներ, որտեղ անվտանգությունն ամբողջությամբ կապահովի Լիբանանի բանակը։ Սակայն Իսրայելում ոչ բոլորն են գոհ ձեռք բերված պայմանավորվածությունից։ Երկրի ազգային անվտանգության նախարարը կոշտ քննադատել է համաձայնագիրը, այն համարելով լուրջ սխալ։ Նրա համոզմամբ հրադադարը ոչ թե թուլացնում, այլ ժամանակ է տալիս Հեզբոլլահին վերակազմավորվելու եւ ավելի ուժեղանալու համար։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ նույնիսկ հրադադարի պայմաններում իսրայելական բանակը չի դադարեցնել գործողությունները Լիբանանի հարավում։ Կացը շեշտել է, որ Իսրայելը շարունակելու է ոչնչացնել իր բնորոշման պահեբեկչական ենթակառուցվածքները եւ անհրաժեշտության դեպքում հարվածներ հասցնել նաեւ Բեյրութին։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC Newsroom հաղորդման հերթական թողարկումը ժամը 18-ին է, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։